Ողջույն արգելներս, վաղը մարտի 13-ին 15:30 կանալու է Սամվել Կարապետյանի դատը։ Արդեն 9 ամիս է ինչ Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Չեմ կարծում, որ վաղը Սամվել Կարապետյանին բաց կթողնեն։ Նիկոլ Փաշինյանն էլի մի ամսով, 2 ամսով այն կհետաձգի, այնքան որ Սամվել Կարապետյանը ազատության մեջ չլինի։ Մենք արգելիներս գտնում եմ, որ մենք պետք է լինենք Սամվել Կարապետյանի կողքին։ Ու մեր ներկայությամբ դատարանի մոտ պետքա ցույց տանք, որ մենք աջակցում ենք Սամվել Կարապետյանին։ Նախ եւ առաջ ցույց տալով Սամվել Կարապետյանին, որ մենք իր կողքին ենք։ Երկրորդը մենք պետքա ցույց տանք Նիկոլին, որ Սամվել Կարապետյանը մենակ չէ։ Սամվել Կարապետյանի պես ընդդիմադիր մարդիկ շատ են։ Եվ երրորդն էլ մենք պետքա ինքներս մեզ ցույց տանք, որ մենք ինչ-որ մի բան արել ենք, որպեսզի դուրս գանք ընդդեմ Նիկոլի, դուրս գանք այս թրքացմանը։ Պետք է ինչ-որ մեկ անի, մենք պետք է անենք, ուրիշը մեր տեղը չի անելու արգելես։ Դա համար մեր աջակցությունը պարտադիր է դատարանի մոտ։ Եթե ձեզ հարմար չէ 15:30, եկեք 17-ին, 16-ին, 18:00 կամ 18:45։ Ինձ թվում է, որ մինչև երեկո այն կընթանա այդ դատը, ինչպես միշտ։ Պարզապես եկեք գոնե մի ժամով հարգելներս այնտեղ եղեք ձեր ներկայությամբ ցույց տանք մեր հայ ազգին, ժողովրդին տարբեր երկրներից, որ այս դատը, որը այժմ կայանում է, ունի Սամվել Կարապետյանի աջակիցներ, որ Սամվել Կարապետյանը մենակ չի, որ մենք նույն ձև կիսում ենք Սամվել Կարապետյանի միտքը, որ եկեղեցին, որ մեր ազգայինը պետքա լինի միայն հայինը, ոչ թե Նիկոլինը։ Մենք մեր պատմությունն ենք ուզում, մենք մեր ցեղասպանության ճանաչումն ենք ուզում, մենք ուզում ենք արժանապատիվ հայ լինենք, ոչ թե Նիկոլի խաղաղության դրոշակի տակ, ինչ ուզում է Ալիևը, այն անենք։ Հարգելներս, ուրեմն պայմանավորվեցինք մարտի 13-ին 15:30 դատը կայանում է, հետևեք դուք էլ լայվերով, բաներով, տեսեք ոնց ընթանում, ոնց կարող եք հասնել, եկեք ձեր աջակցությունը հայտնեք այս մեր բռնած պայքարին։ Լավ եղեք, մեզ հաղթանակ է սպասվում։